Ողջույն սիրելի հետևորդներ, եթե այսօր փողոցում մարդկանց հարցնենք, ում է պատկանում քո մարմինը, մեծամասնությունը կպատասխանի ինձ։ Կյանքի համար է, թե մինչև զգացմունքները սառեն, շատերը կասեն, քանի դեռ սիրում ենք, բայց Սուրբ Գիրքը բոլորովին այլ պատասխան է տալիս այս հարցերին։ Առաքյալն ասում է մի նախադասություն, որը նույնիսկ այսօր շատերի համար անհարմար է. դուք ձեր սեփական մարմնի տերը չեք, մեծ գնով եք գնվել։ Այս խոսքերը հիշեցնում են մի աշխարհում, որտեղ ամեն ինչ պտտվում է իմ իրավունքը, իմ ցանկությունը, իմ մարմինը, իմ ընտրությունը գաղափարների շուրջ։ Սակայն Քրիստոսը հարցնում է ոչ թե ինչ ես ուզում, այլ ինչ նպատակով եմ ես քեզ ստեղծել։ Այսօրվա հատվածը խոսում է 3 ամենազգայուն թեմաների մասին. մարմնի սրբությունը, սեռական մաքրությունը, ամուսնական սրբազան ուխտը։ Եվ եթե ճիշտ հասկանանք այս խոսքերը, կհասկանանք, որ Աստված սահմաններ է դնում ոչ թե մեր ուրախությունը խլելու, այլ մեր արժանապատվությունը պահպանելու համար։ Փախեք պոռնկությունից։ Ամեն մեղք, որ մարդ գործում է, նրա մարմնից դուրս է, բայց ով պոռնականում է, մեղանչում է իր մարմնի դեմ։ Թե չգիտեք, որ ձեր մարմինների տաճար են Սուրբ Հոգու, որ ձեր մեջ է եւ որն Աստծուց եք ստացել, եւ ինքներդ ձեր տերը չեք, որովհետեւ մեծ գնով գնվեցիք։ Փառավորեք Աստծուն ձեր մարմինների մեջ։ Այժմ այն մասին, որ գրել էինք ձեզ, թե լավ է, որ տղամարդը կնոջը չդիպչի, բայց պոռնկության մեջ չընկնելու համար յուրաքանչյուր տղամարդ թող իր կինն ունենա եւ յուրաքանչյուր կին իր ամուսինը։ Ամուսինը թող պարտքը կատարի իր կնոջ հանդեպ, նույնպես եւ կինը իր ամուսնու հանդեպ, որովհետեւ կինը չէ իր մարմնի տերը, այլ ամուսինը, նույնպես եւ ամուսինը չէ իր մարմնի տերը, այլ կինը։ Մի զրկեք միմյանց, այլ միայն ժամանակավորապես, փոխադարձ համաձայնությամբ, աղոթքի նվիրվելու նպատակով, եւ ապա միմյանց վերադարձեք, որպեսզի սատանան ձեզ փորձության չենթարկի ձեր անժուժկալության պատճառով։ Սա ասում եմ թույլ տալով եւ ոչ թե հրաման տալով, որովհետեւ կուզենայի, որ ամեն մարդ լիներ ինձ նման, բայց յուրաքանչյուր ոք իր շնորհն ունի Աստծուց, մեկը այսպես, մյուսը այնպես։ Սակայն ամորիներին ու այրիներին ասում եմ, լավ է, որ մնան ինձ նման, իսկ եթե ժուժկալություն չունեն, թող ամուսնանան, որովհետեւ ավելի լավ է ամուսնանալ, քան կրքով այրվել, իսկ ամուսնացած զույգերին ոչ թե ես, այլ Տերն է պատվիրում։ Ոչ մի կին ամուսնուց թող չբաժանվի, իսկ եթե բաժանվի, թող առանց ամուսնու մնա կամ դարձյալ իր ամուսնու հետ հաշտվի, եւ ամուսինն իր կնոջը չթողնի, բայց մյուսներին ես եմ պատվիրում, ոչ թե Տերը։ Եթե որևէ եղբայր անհավատ կին ունի եւ իրեն հաճելի է ապրել նրա հետ, ապա իր կնոջը թող չթողնի։ Եվ եթե հավատացյալ որևէ կին անհավատ ամուսին ունի եւ ինքն ուզում է ապրել նրա հետ, ապա իր ամուսնուն թող չթողնի, որովհետեւ անհավատ ամուսինը սրբագործվում է իր կնոջ միջոցով եւ անհավատ կինը սրբագործվում է իր ամուսնու միջոցով։ Այլապես ձեր որդները պիղծ կլինեին, մինչդեռ հիմա սուրբ են։ Իսկ եթե անհավատն ուզում է բաժանվել, թող բաժանվի։ Նման դեպքերում հավատացյալ եղբոր կամ քրոջ վրա որևէ հարկադրանք չկա, որովհետև Աստված մեզ կանչեց խաղաղությամբ ապրելու։ Ամեն։ Փախեք պոռնկությունից։ Ուշադրություն դարձրեք, առաքյալը չի ասում պայքարեք, նա ասում է փախեք ուղղակի։ Ինչու՞։ Որովհետև կան փորձություններ, որոնց հետ խաղալ չի կարելի։ Ինչպես կրակի հետ խաղացողը վաղ թե ուշ այրվում է։ Այնպես էլ մեղքի հետ խաղացողը կարծում է, թե վերահսկում է իրավիճակը, բայց վերջում ինքն է դառնում մեղքին գերին։ Այսօր հեռախոսը կարծես դարձել է գրպանի աշխարհ։ Մի քանի վայրկյանում մարդը կարող է տեսնել այնպիսի բաներ, որոնք տարիներով կթունավորեն նրա հոգին։ Շատերը կարծում են. միայն նայեցի, բայց մեղքը միշտ սկսվում է հայացքից, հետո դառնում է սովորություն, իսկ հետո կախվածություն։ Հիսուսն էլ ասաց, ով ցանկությամբ նայում է, այսինքն պայքարը սկսվում է ոչ թե գործողությունից, այլ սրտից։ Սուրբ Հովհան Ոսկեբերանն ասում է, Պողոսը չասաց քննարկեք մեղքը, այլ
փախեք նրանից, որովհետև կան պատերազմներ, որտեղ ամենամեծ հաղթանակը ժամանակին հեռանալն է ուղղակի։ Ձեր մարմինը Սուրբ Հոգու տաճարն է։ Սա ամբողջ հատվածի կենտրոնական գաղափարն է։ Մենք սովոր ենք հոգևոր կյանքը կապել միայն հոգու հետ, բայց առաքյալն ասում է, քո մարմինն էլ է Սուրբ Աստված մարդուն ստեղծեց ամբողջական, հոգի, մարմին, միտք, սիրտ։ Եթե եկեղեցու շենքը սրբությամբ ենք պահում, ապա որքան ավելի պետք է պահենք մեր մարմինը, որտեղ բնակվում է Սուրբ Հոգին։ Այսօրվա իրականությունը սա է, աշխարհը սովորեցնում է, եթե հաճելի է, արա, ուրեմն ավետարանը սովորեցնում է, եթե սուրբ չէ, մի արա։ Սա ազատության սահմանափակում չէ, սա ազատության պաշտպանությունն է։ Սուրբ Եփրեմ աստորեն գրում է, մարմինը հոգու թշնամին չէ, այն հոգու տունն է, եւ ինչպես տունը մաքրում ենք, այնպես էլ պետք է պահենք մարմնի մաքրությունը։ Ամուսինը եւ իր կինը 7-րդ գլխում Պողոսը խոսում է ամուսնության մասին։ Շատերը կարծում են, թե քրիստոնեությունը միայն արգելքների մասին է։ Իրականում Պողոսը առաջիններից մեկն էր, ով ամուսնու եւ կնոջ հարաբերությունում խոսեց փոխադարձ պատասխանատվության մասին։ Նա ասում է. ոչ միայն կինը, ոչ միայն ամուսինը, երկուսն էլ պատասխանատու են միմյանց հանդեպ։ Այստեղ իշխելու լեզու չկա, կա ծառայելու լեզու։ Սա կարծես հեղափոխական միտք լինի հին աշխարհի համար եւ շարունակում է հեղափոխական մնալ նաեւ այսօր։ Այսօր մարդիկ հաճախ ամուսնանում են այն հարցով, ինչ կստանամ այդ հարաբերությունից, ավետարանը հարցնում է, ինչ կտաս այս հարաբերությանը։ Այստեղ է տարբերությունը, սպառողական սերը հարցնում է, ինձ երջանկացնում է, քրիստոնեական սերը հարցնում է, ես կարող եմ օրհնել դիմացինին։ Սուրբ Օգոստոս Հիրանելին ասում է, ամուսնությունը երկու կատրյալ մարդկանց միություն չէ, դա երկու մարդկանց համատեղ ճանապարհ է դեպի սրբություն։ Պողոս առաքյալը հիշեցնում է, որ նույնիսկ ամուսինների միջև որոշ ժամանակով զսպվածությունը կարող է օգտակար լինել, եթե այն ուղղված է աղոթքին եւ իրականացվում է փոխադարձ համաձայնությամբ։ Այս միտքը ցույց է տալիս, որ ամուսնության կենտրոնում միայն մարմնական հարաբերությունը չէ, կենտրոնում Աստված պետք է լինի։ Եթե ընտանիքը միասին չի աղոթում, ժամանակի ընթացքում նրա հիմքերը թուլանում են։ Թող յուրաքանչյուրը մնա այն կոչման մեջ։ Պողոս առաքյալը բարձր է գնահատում եւ ամուսնությունը եւ կուսությունը։ Նա չի ասում, որ մեկը մյուսից անպայման բարձր է բոլորի համար։ Նա ասում է, Աստված յուրաքանչյուրին տարբեր ճանապարհ է տալիս։ Կարևորն այն չէ, թե դու ամուսնացած ես, թե ոչ, կարևորն այն է, թե հավատարիմ ես արդյոք քո կոչմանը։ Սուրբ Գրիգոր Նյուսացին գրում է, որ կյանքի ցանկացած վիճակ կարող է դառնալ սրբության ճանապարհ, եթե մարդը այն ապրում է Աստծո ներկայությամբ։ Այս հատվածի պատգամը մեր ժամանակների համար հետևյալն է. մենք ապրում ենք մի հասարակության մեջ, որտեղ մարմինը հաճախ դիտվում է որպես հաճույքի գործիք, իսկ ամուսնությունը ժամանակավոր պայմանագիր։ Պողոս առաքյալը բոլորովին այլ պատկեր է ներկայացնում. մարմինը տաճար է, սերը զոհաբերություն, ամուսնությունը ուխտ, մաքրությունը թուլություն չէ, այն մեծ ուժ է։ Ազատությունը ամեն ինչ փորձելու իրավունքը չէ, ազատությունը այն կարողությունն է, որ կարողանաս ասել ոչ ամեն ինչին, ինչը կործանում է ինձ։ Այսօր ամեն օր հիշիր, որ մարմինդ Աստծո պարգևն է, մի խաղա այն փորձությունների հետ, որոնցից պետք է պարզապես հեռանալ։ Սոցիալական ցանցերում եւ համացանցում պահպանիր աչքերդ եւ մտքիդ մաքրությունը։ Եթե ամուսնացած ես, աղոթիր ամուսնուդ կամ կնոջդ հետ, ավելի շատ մտածիր, ինչ կարող ես տալ, քան ինչ կարող ես ստանալ։ Թույլ մի տուր, որ ցանկությունը ղեկավարի քո որոշումները, եթե ընկել ես, մի թաքնվիր Աստծուց, վերադարձիր, ապաշխարիր, սովորիր հարգել ոչ միայն քո, այլև ուրիշի արժանապատվությունը, ընտանիքում սովորիր ներել, լսել եւ ծառայել։ Աման երեկո հարցրու քեզ, այսօր ես իմ կյանքով եւ հոգով կփառավորեցի Աստծուն։ Սուրբ Հովհան Ոսկեբյանը սովորեցնում է, որ սեռական մեղքերի նկատմամբ ամենաիմաստուն պայքարը դրանցից ժամանակին հեռանալն է։ Սուրբ Եփրեմ աստորեն ասում է, որ մարմինը Սուրբ Հոգու բնակարանն է եւ արժանի է սրբությամբ պահպանվելու։ Սուրբ Օգոստոս Հիրանելին ընդգծում է, որ քրիստոնեական ամուսնությունը փոխադարձ նվիրում է եւ ոչ թե միայն իրավունքների պահանջ։ Սուրբ Գրիգոր Նյուսացին նշում է, որ կյանքի յուրաքանչյուր կոչում ամուսնություն թե կուսություն կարող է դառնալ սրբության ճանապարհ, եթե ապրում ես Աստծո ներկայությամբ։
Սիրելի հավատավոր հետևորդներ, այսօր աշխարհը բարձրաձայն ասում է, ապրիր այնպես, ինչպես ուզում ես։ Քրիստոսը մեղմ, բայց հաստատուն ասում է, ապրիր այնպես, ինչպես ստեղծված ես։ Դու ստեղծված չես, որպեսզի դառնաս քո ցանկությունների ստրուկը։ Դու ստեղծված ես Աստծո պատկերով։ Քո մարմինը պարզապես կենսաբանական գոյություն չէ, այն Սուրբ Հոգու տաճար է։ Քո ամուսնությունը պարզապես իրավական պայմանագիր չէ եւ այն ուխտ է Աստծո առաջ, եւ քո ազատությունը ամեն ցանկություն բավարարելու կարողություն չէ։ Ազատությունը Քրիստոսի հետ քայլելու զորությունն է։ Այսօր Պողոս Առաքյալը մեզ հրավիրում է ոչ թե վախով ապրել, այլ արժանապատվությամբ, ոչ թե մեղքից փախչել միայն նրա համար, որ արգելված է, այլ որովհետեւ մենք չափազանց թանկ գնով ենք փրկականվել։ Քրիստոս իր արյունը տվեց մեզ համար։ Ուրեմն թող քո ամբողջ կյանքը, մարմինդ, հոգիդ, ընտանիքդ եւ հարաբերությունը դառնան մի կենդանի վկայություն, որ Աստված դեռ այսօր էլ սրբացնում, բժշկում եւ նորոգում է իրեն վստահող յուրաքանչյուր մարդու։ Սիրելի հավատավոր հետևորդներ, եթե օգտակար եղավ ձեզ այս տեսանյութը, կարող եք հավանել մեկնաբանության բաժնում, գրել ձեր կարծիքը, բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին եւ այսօրվա սուրբգային հատվածի բացատրությունը ուղարկել քո բոլոր ընկերներին ու բարեկամներին, նրանց եւս հաղորդակից դարձնելու օրվա սուրբգային հատվածի բացատրությանը։ Աստված օրհնի բոլորիդ։